վերջերս այդ խոշոր գործարքը, որ տեղի ունեցավ, երբ 40 տարով երկարաձգվեց օդանավակայանի կոնցեսիան։ Այսինքն այն գործարքը, որը որ սկսել էր Քոչարյանը, Փաշինյանը շարունակեց։ Վատ է Ինչ դա։ որ իհարկե վատ է, դա վկայում է, որ Թալանի պետությունը շարունակում է Հետ մնալ։ վերցնեին օդանավակայանի կառավարումը Էռնեկյանից։ Իհարկե, 6 Ո՞վ տարուց կառավարեց։ ավարտվում է կոնցեսիան, մի հատ տրամաբանությունը հասկացեք։ Պետությունը 2000 թվականին, թողնենք 2001 թվականին, ինչ դրդապատճառներով գտավ, որ իր մոտ ներուժ չկա օդանավակայանը կառավարելու, հանձնեց ավատարմագրային կառավարման, կոնցեսիայի անհատույց պայմանով, որ կարվեն ներդրումներ։ Դա արդեն իսկ ենթադրում է, որ պետությունը կարար չէ մասնավորեցներ, վաճառեր, չվաճառեց, որովհետև գտնում է, որ այդ ռազմավարական նշանակության օբյեկտը ապագայում Հայաստանի համար ունի նշանակություն։ Եթե դա երկու տարբերակ կա, ողջամիտ մոտեցման տեսակետից կոնցեսիան գործիք է, որպեսզի վերահսկողությունը չկորցնել այդ հուժ կարևոր պետական սեփականություն հանդիսացող հանգույցային, տրանսպորտային հանգույցի նկատմամբ, երկրորդ տրամաբանությունը, որ դա պարզապես քողարկված սեփականաշնորհում, անվճար, անհատույց քողարկված սեփականաշնորհում։ Հիմա 30 տարի անցավ, անցնում է, 6 տարուց ավարտվում է այդ կոնցեսիայի պայմանագիրը, Հայաստանը, եթե առաջի վարկածով ենք շարժվում, որի սկզբանե տրվել էր, որպեսզի այդ օբյեկտը մնա Հայաստանի տնօրինության կառավարման ներքո։ Ապա տրամաբանական է կոնցեսիոներին ասել շնորհակալություն, հաջողություն եւ վերցնել կառավարումը արդեն պետական ձեռքերում։